Մեր իրականությունում Ռուսաստանի հետ կապված կան շատ լուրջ միֆեր։ Ամենամեծ, ամենատենց հիմնային միֆը, ելակետային միֆը որն է, որ Ռուսաստանը անդադ ուզում է Հայաստանին կախվածության մեջ պահի, Հայաստանին անդադ ուզում է կախվածության մեջ պահի, Հայաստանին ուզում է ստրկացնի, զորով, ծեծով, ջարդով տանի մտցնի միութենական պետություն եւ փաստորեն մենք 91 թվականից մինչեւ 2018 թվականը կամ ավելի կոնկրետ 2020 թվականը պետություն չենք ունեցել եւ հիմա Նիկոլ Փաշինյանը եկել է եւ մեզ փորձում է ազատագրի այդ լծից, ռուսական լծից։ Սա իրականում շատ մեծ սուտ է, որովհետև 91 թվականից ի վեր Հայաստանը Ռուսաստանի գաղութը չի եղել, այդպես ինչ որ հիվանդագին կախվածություն չի ունեցել, ընդհակառակը Ռուսաստանը Հայաստանին միշտ փորձել է վերաբերվել հարգանքով հայ ժողովրդին։ Եկեք դուզը ասենք։ Եղել են խնդիրներ, այդ խնդիրները հաղթարվել են, խնդիրները մնացել են անլուծելի, բայց չի կարելի ասել, որ մինչև 2020 թվականը Հայաստանը անկախ պետություն չէր։ Հիմա ինչի համար եմ սա ասում, որովհետև բոլորը կարծես եւ Նիկոլ Փաշինյանի քննադատները եւ կողմնակիցները ընդունում են այս ելակետը։ Կեղծիք է, Ու այդ ելակետից են վերլուծություններ անում։ Բայց ելակետն է, հիմքն է սխալ, որովհետև Հայաստանը Ռուսաստանի գաղութը չի եղել 91 թվականից սկսած մինչև 2020 թվականը։